Սիրելիներ, ուզում եմ այսպիսի մի բան քաջալերեմ ինձ ու քեզ։ Եկեք մեզ շատ սիրենք։ Գիտեք, հավատացյալները երկար ժամանակ, հատկապես քրիստոնեական աշխարհը, աստվածաշնչյան շատ համարներ պատկերացնելով իրանց ձևով, սկսել են անընդհատ ինքնադատապարտության, ինքնախարազման ճանապարհով ապրել եւ ինքները իրենց ատել, որ ատի քեզ, մի սիրի քեզ։ Սիրելիներ, Հիսուսն ասում է. Սիրիր քո ընկերոջը այնպես, ինչպես քեզ է սիրում։ Ինչպես քեզ է սիրում, այնպես է մարդկանց է սիրել։ Ինչքան մենք կարողանում ենք սիրել մեզ, ես հասկանում եմ, որ մարդիկ կան ուղղակի իրանք հետ չունեն։ Դրա համար ոչ մեկի հետ չունեն։ Խնդիրը լուրջ, դա խնդիրը գալիս է դից, երբ որ մարդը ինքը իր հետ չունի։ Երբ որ ասում եմ ինքը մարդը ինքը իրեն սիրի, ինչ է սա նշանակում։ Ես ինձ նայեմ այնպես, ոնց որ Հիսուսն է ինձ վերաբերում։ Գիտեք ինչի է, որ մարդը ինքը իրեն չի սիրում, որովհետև մարդը իր մասին ունի այն կարծիքը, ինչ կարծիք, որ իրան փոխանցվել է։ Մարդը իրան նայում է այնպես, ինչպես որ մարդիկ են իրան նայել։ Դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհու կարծիքով է իրան սիրում։ Իր ծնողներից մեկի կարծիքով է իրան վերաբերվում, որտեղ ասեն՝ «Տո դու եւ այս մարդը, երբ որ իրան չի կարողանում, այդպես է իրան նայում, չի սիրում, ինքը մարդկանց է չի սիրում»։ Երբ որ մենք նայում ենք Աստծո տեսանյութ, գիտեք, ինչքան մարդը իրան թերարժեք է զգում, ինչքան բացական է իրան զգում, այնքան ավելի մեծ սխալներ եւ հանցանքներ է գործում։ Բանտերում բոլոր հանցագործություն գործած մարդկանցից մեծամասնությունը ունեն թերարժեքության բարձր։ Բոլոր հանցագործություններ, մեղքեր, չարություններ գործող, սխրագործ են, ահավոր չարգործ, բոլորը տառապում են թերարժեքության բարձր գնահատականով։ Տարօրինակ թարցկումից եմ, որտեղ այնքան թերի են իրանց տենում, Ինչքան մարդ իրան ցածր զգաց, այնքան պոտենցիալ շատ մեղ գործող ասեներ։ Մարդկանց հանդեպ է դրանք։ Բայց երբ որ մարդը ինքը իրեն սիրում է, նայում է Աստծո տեսանկյունից, թե Աստված իրան ինչքան է սիրում, սկսում է գիտեք ինչ անել, առավոտյան որ դուրս է գալի տնից, ուշադիր է լինում, մազերը սանրում է, նոր է տնից ելնում։ Ասում ես ինչ եղավ այս մարդուն։ Առաջ որ շորին է չէր նայում, իրա խոսալու, սուտ էլ չի խոսում, ինչի որտեղ ասում է ինձ չի սազի սուտ խոսալը։ Ինչի են մարդիկ եկեղեցում փոխում, որտեղ մենք սկսում ենք նայել մեզ այնպես, ինչպես Աստված է մեզ նայում։ Գիտեք, երեխային ոնց վերաբերվում ես, ինքը սկսում է դա արդարացնել, մեծնել է այդպես։ Ինչպես է իրան զգում, ինքը դա էլ արդարացնում է։ Դրա համար շատ եմ ասում կարևոր է, որ մենք կարդանք Աստվածաշունչը եւ Աստծո տեսանկյունը իրականություն լինի մեր համար։ Տեր, քո կարծիքը թող ձևավորվի մեր մեջ, քո տեսանկյունը ձևավորվի մեր մեջ։ Երիտասարդները եկեղեցում, ես իմ տարիների փորձի մեջ տեսել եմ ինչքան են փոխվել եւ պատճառը գիտեք որն է։ Որովհետև Աստծո տեսանկյունը եւ Աստծո կարծիքը սկսում են հիմք ընդունել, չէ։ Ես սուտասան չեմ, ես սուրբ եմ։ Ես ձախողված չեմ, ես հաջողված եմ Հիսուսով։ Պարտադիր է մարդը զգա Աստծո սերը։ Դրա համար միշտ ինքնադատապարտությունը դիր մի կողմ եւ վայելի Աստծո սերը։ Եվ վայելի Աստծո այն գնահատականը, որ Աստված իմ եւ քո համար ունի։ Սա ինձ շատ օգնել, որ ես նայեմ ինձ այնպես, ինչպես որ ինձ Աստված է նայում։